Փախչում են Գազայի բնակիչները։ Ոտքով, մեքենաների մեջ խցկված, ամբողջ կարողություն նեշերի վրա բարձած, հեծանիվներով։ Իսրայելի պաշտպանության բանակը տարհանման հրաման է տվել։ Վերսկսում է հարձակումը Գազայի հատվածում, Ռաֆահ քաղաքում։ Այսօր առավոտյան տարհանման թռուցիկներ են տարածել։ Մարդիկ փախչում են, առանց մեքենաների, առանց կոշիկների, սայլերով։ Հիմա քայլում են Քիզանից Նասերի հիվանդանոց այս անտանելի ճանապարհով։ Երեկ Իսրայելի բանակի խոսնակ Ավիչայ Ադրեյը կոչ է արել Ռաֆահի բնակիչներին անհապաղ տեղահանվել Ալ-Մավասիի ապաստարաններ, նշելով, որ Իսրայելի զինված ուժերը պատրաստվում են վերցնել ահաբեկչական կազմակերպություններն այդ տարածքում։ Խան Յունիսի մերձակայքում գտնվող Ալ-Մավասի շրջանն Իսրայելն անվանում է անվտանգ գոտի։ Տեղահանվող բնակիչների խոսքով ապաստարանները լեփլեցուն են ու զուրկ տարրական պայմաններից։ Մեզ հրամայեցին լքել մեր տները, մենք Ռաֆահից ենք, ուր կարող են գնալ։ Ալ-Մավասին լցվել է, ապաստարանները լցված են, տեղ չի մնացել։ Այնտեղ էլ ապահով չէ, ոչ մի ապահով տեղ էլ չի մնացել։ Ամեն օր լսում ենք Ալ-Մավասիի ռմբակոծությունների մասին, Գազայի հատվածն այլևս ապահով ապաստարան չունի։ Ըստ տեղական լրատվական միջոցների, տարհանման հրաման տալուց ժամեր անց իսրայելական ուժերը հարձակվել են Ռաֆահի վրա, սպանել 2 խաղաղ բնակչի։ Պաղեստինի իշխանությունները զգուշացրել են Իսրայելին։ Ռաֆահի հարկադիր տարհանումը ծանր հետևանքներ կունենա, դա միջազգային իրավունքի խախտում է։ Մենք աղաչում ենք աշխարհին աջակցել մեզ, որ դադարի այս պատերազմը, վերջ տրվի մեր տառապանքին։ Բայրամի երկրորդ օրը, երբ մյուսները տոնում են, մենք պաշարված ենք, ոչ ջուր ունենք, ոչ սնունդ։ Ճանապարհները փակ են։ Պաշարումը խեղդում է մեզ։ Բացարձակապես ոչինչ չի մնացել։ Մարտի 18-ին իսրայելական բանակի վերսկսած ավիահարվածներից Գազայում զոհվել է ավելի քան 1000 մարդ և վիրավորվել մոտ 2400-ը։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով շատ զոհեր դեռ մնում են փլատակներում և ճանապարհներին, քանի որ փրկարար ուժերը չեն բավարարում։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով զոհերից առնվազն 322-ը երեխաներ են, 15-ը բժիշկներ։ Մարիամ Ամիրջանյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուրի համար։